Բարև ձեզ, եթերում Ամուլիակում հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր մենք կզրուցենք երևի բոլորին ամենաշատը հետաքրքրող թեմաների շուրջ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասին եւ հիմա այսօրվա զրուցակիցներն են Գեղամ Վարդանյան, մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media AM կայքի պրոդյուսեր, Զարուհի Հովհաննեսյան, հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ, Թեմինե Ենոկյան, լրագիր AM կայքի լրագրող եւ Դանիել Յովհաննեսյան, իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի ղեկավար։ Եվ քանի որ այսօր ցուցարարների կողմից վերջնագիր կամ վերջնաժամկետ է ներկայացվել Հայաստանի իշխանություններին, եթե 3 պահանջներից որևէ մեկը չկատարվի, ապա նրանք սկսում են մեկ քայլ առաջ ակցիան, որը կնշանակի, որ բարիկադները, որոնք դրված են Բաղրամյան պողոտայում, ամեն օր կտեղափոխվեն մեկ քայլ դեպի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող տարբեր իշխանությունը ներկայացնող շենքերը։ Եվ առաջին հարցս ինչ սպասել այսօր ժամը 9-ին, երբ վերջնագիրը կամ վերջնաժամկետը կլրանա, Գեղամ, խնդրեմ։ Իմ կարծիքով ամեն ինչ կախված է նրանից, թե ժամը 9-ին ինչքան մարդ կհավաքվի Բաղրամյան պողոտայում։ Եթե մարդկանց թիվը բավարար չափով մեծ կլինի եւ հնարավոր կլինի ճնշում գործադրել, գուցե իրոք հնարավոր լինի այն նախագիծը, որի մասին խոսեցին 2 օր առաջ, կարծեմ, գոնե փորձել իրագործել։ Եթե մարդկանց թիվը լինի քիչ, չեմ կարծում, որ այդ ծրագիրը իրատեսական լինի։ Նորաձեր կարծիք։ Ընդհանրապես հանրային քննարկումների ժամանակ այդ տեսակետը կար, որ պետք է այս լռության ակցիայից հետո, մի քանի օրվա լռության, որ բոլորը ուղիղ եթերում դիտում էին դատարկ աղբամանները, ինչ որ քայլի դիմել եւ փորձել կամ տեղաշարժել բարիկադները, կամ փակել մեկ այլ փողոց, ինչ որ մի աղմուկ առաջացնել, որ հանրային ուշադրությունը նույնիսկ սևեռվի Բաղրամյանի այդ հանգույցին։ Այնպես որ սևեռման հնարավորություն կա իհարկե, որովհետև բոլորը ուղիղ եթերում դիտում են հեղափոխություն այսօր, եւ հանրային որոշակի ուժեր կարծում եմ, որ այդտեղ կհայտնվեն, այնուամենայնիվ երեկոյան 21-ին համաձայն եմ Գեղամի հետ, կախված է թե որքան մարդ կհավաքվի այնտեղ եւ ինչ հանգուցալուծում կստանա ի վերջո այդ մեկ քայլ ակցիան։ Չնայած այնուամենայնիվ չեմ կարծում, որ դա շատ մեծ անհանգստություն կպատճառի ոստիկանությանը։ Շատ էր խոսում նրա մասին, որ ինչ-որ նորություն է, նոր լիցք է պետք ակցիային եւ այդ նոր լիցք կարող է ծառայել եւ պահանջների նոր բովանդակությունը եւ ճնշման մեխանիզմների փոփոխությունը, փաստորեն նախաձեռնող խմբի, նոր նախաձեռնող կողմի ներկայացուցիչները որոշեցին, որ նրանք ճնշման մեխանիզմներն են փոխում, պահպանելով ամբողջ բովանդակությունը։ Ըստ ձեզ, Թեմինե, դա կներգրավի նոր մասնակիցներ ակցիային, կլինեն նրանք ավելի շատ, թե մարդիկ ամեն դեպքում սպասում էին նոր բովանդակություն այդ բողոքի։ Տեսեք, այս պահի դրությամբ, երբ որ հաշվի առնենք, որ մոտ 10 օրից ավել է ինչ Բաղրամյան պողոտան փակ է, մի տեսակ վարչախմբի համար շատ սովորական է դառել, որ Բաղրամյան պողոտան այս պահին փակ է, նաև քաղաքացիների համար, ովքեր որ այսպես համարում են, որ Բաղրամյանը փակ է եւ դա շատ սովորական է դիտվում։ Իսկ մեկ քայլ առաջ այս բարիկադները առաջ տանելու գործողությունը միգուցե եւ նոր կոնսոլիդացիա միավորումներ, նոր մարդիկ հավաքվեն զուտ այդ գործողության վրա։ Այսինքն պիտի գործողությունը լինի, որ մարդիկ հասկանան, այդ գործողությանը պատրաստ են մասնակցեն եւ այդ գործողությունը արդյոք ռիսկ է իրենից ներկայացնում վարչախմբի համար։ Եթե դա, այսպես ասեմ, անատամ գործողություն պիտի լինի, ապա բնականաբար, այսինքն եթե վարչախմբի համար մեկ քայլ առաջ է, թե մեկ քայլ հետ, ապա այդ գործողությունը ամենևին էլ այն ռիսկը չի, որի շուրջ օրինակ քաղաքացին կգտնի, որ իր գործողությունը արդյունավետ է։ Մենք պետք է հարցին նայենք նաև արդյունավետության տեսակետից։
կարող ենք 5 քայլ առաջ տանել, բայց այստեղ հարց է առաջանում արդյոք մեր արած այդ գործողությունը ավելի շուտ քաղաքացիների արած գործողությունը արդյունավետ է հարցի լուծման համար, թե դա ընդամենը ուղղակի քայլ է, որը արվում է այս պահին անհրաժեշտության եւ արդյունավետության տեսանկյունից գտնել։ Դանիել, փորձենք իրավիճակը դիտել իշխանությունների աշտարակից, հա։ Մի կողմից, այո, միգուցե առանձնապես ոչ մի բան չի փոխվում առաջ տանել աղբամանների մի քանի մետր, մյուս կողմից բավականին մոտիկ բարիկադներին մենք ունենք Սահմանադրական դատարանի շենք, որը ունի պարիսպ եւ որը ի տարբերություն խորհրդարանի եւ նախագահական նստավայրից այնպես պաշտպանված չէ, որ անվտանգության կանոնների պահպանության համար ոստիկանությունը ուղղակի թույլ չտա առաջ խաղացում։ Դուք ինչ եք սպասում, ինչպիսի պատասխան միջոցներ։ Տեսեք, նախ հա ես ուզում եմ մի քիչ հեռվից գալ, երբ երկու շաբաթ առաջ, հա, ցուցարարները ցույցով գնացին դեպի Բաղրամյան եւ այնտեղ դա ավարտվեց նրանով, որ ոստիկանությունը բավական դաժան կերպով ցրեց հավաքը, հաջորդ օրը ավելի շատ մարդ հավաքվեց։ Այսինքն սա թե ոստիկանության համար դաս եղավ, որ մարդիկ հավաքում են այն ժամանակ, երբ որ ոստիկանության կողմից ինչ որ ագրեսիվ գործողություններ է լինում, երբ որ բախումներ է լինում։ Սա նաև դաս եղավ ինչ որտեղ կազմակերպիչների համար, թե այն ժամանակվա կազմակերպիչների, թե հետո երբ որ կազմակերպիչները մի քիչ տրանսֆորմացիա ապրեց, հա, այդ նախաձեռնող խումբը, թե նոր նախաձեռնող խմբի համար, որ ինչ որ action է պետք, հա, պարտադիր չի դա լինի հարձակում ոստիկանների վրա, պարտադիր չի դա լինի բախում, բայց ինչ որ action, որովհետև եթե բարձրապես երկու շաբաթ շարունակ ամեն օր մարդիկ գան Բաղրամյան պողոտա ու գնան, կամ առավելևս գան ու այդտեղ հա 24 ժամ մնան, սա ուղղակի դառնում է ինչ որտեղ անհետաքրքիր, հա, մարդիկ դադարում են գալ։ Դրա համար ինչ որ նոր բաներ են պետք ու այ փորձում են հենց այդ մեթոդով գնալ, ինչ որ նոր բաներ, հա, նոր մեթոդներ, նոր sense action-ներ, հա, նոր գործողություններ ցույց տալով նաև որ ցուցարարների համբերությունն էլ անվերջ չէ։ Այո, սա իր հերթին։ Ես նաև ստեղ այլ հարց կա, արդեն դրվածք է ստեղծվել, որ ցուցարարները իրավունք ունեն շաբաթներ շարունակ Բաղրամյան պողոտան փակել ի հեճուկս իշխանության կամքին։ Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ եթե իրենք այդ բարիկադները ուղղակի բացեն, անգամ ցերեկ այնտեղ իրոք մի քանի տասնյակ մարդ է լինում առավելագույնը, ոստիկանության համար մեծ ջանք չի լինի, չգիտեմ 5 րոպեում Բաղրամյան պողոտան բացել, բայց ոստիկանությունը դա չի անում, որտեղ հասկանում է, որ դա կբերի նրան, որ երեկոյան ավելի շատ մարդ կհավաքվի ու ցույցին նոր իմպուլս կհաղորդվի։ Դրա համար դա փորձում են այդ նոր իմպուլսը փորձում են հաղորդել իրենք ցուցարարները։ Հիմա իշխանության տեսակետից։ Իշխանության տեսակետից հետևյալն է։ Իրենք կարծես թե ասել են, լավ, ձեզ Բաղրամյան պողոտան ինչքան կարող եք մնացեք այնտեղ։ Տեսնենք թե ինչքան կմնանք, հա։ Իրենք փորձում են քաղաքական տեսանկյունից հաղթել ցուցարարներին։ Ասել մնացեք, ինչ մի շաբաթ կմնաք, երկու շաբաթ թե ոչ կհոգնեք, չէ 40 աստիճան արևիտականներ անվերջ պահել փակ Բաղրամյան պողոտան։ Իշխանության տեսակետը դա է։ Իշխանության տեսակետից մի քայլ առաջը կամ չգիտեմ 5 քայլ առաջը սա ավելի շատ ոչ թե սահմանադրական դատարանի անվտանգության խնդիր է, որովհետև իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ սահմանադրական դատարանը ոչ մեկ չգիտեմ, ոչ պայթեցնելու է, ոչ հրկիզելու է, ոչ էլ հարձակվելու է, հա։ Սա մի քանի շաբաթում արդեն ամբողջ աշխարհին ես կարծում եմ մենք ապացուցեցինք, որ սա բացառապես խաղաղ ցույց է, որ դեռ որևիցե ոստիկանի, որևիցե պետական հիմնարկի, որևիցե մեկի առհասարակ ցուցարարները մատով անգամ չեն կպնում, հա։ Բայց կա երևի պետական շենքերի պահպանության որոշակի կանոններ անգախանում։ Անգամ հավաքների ազատության մասնորենքով դատարաններից ինչ որ շարավիղ շրջակայքում հավաքներն արգելված է, այդ թվում սահմանադրական դատարանն է, դատարան ոստիկանությունը առնվազն կփորձի սահմանադրական դատարանը պահել, բայց ստեղ խնդիրը նրանումն է, որ ոստիկանության համար այդքան կարևոր չէ թե ինչ է գրած հավաքների ազատության մասնորենքում, այլ ինչ անել, որպեսզի հանգարց չստեղծվի լարում, որովհետև լարումը կբերի նոր եւ նոր ցուցարարներ Բաղրամյան պողոտան։ Դրա համար ես կարծում եմ, որ ոստիկանությունը չի փորձելու առանձնապես շատ հակադրվել այդ բարիկադները մի քայլ առաջ տանել, հնարավորինս հաշվի առնելով, որ դեռևս բարիկադներից միջև ոստիկանական այդ ուրեմն
պատնեշ չէ, հա իրանց մետաղի այդ բաները որ կանգնած են։ Վահանակները, ինչպես փշալարերը։ Չէ, հիմա չկա։ այդ Կողքից կա դրանց։ ռուսերեն ագարաժձենյաները, հա, մի հեչիպես մի 50 քայլ կա։ Այսինքն եթե օրը մի քայլ են անելու, դա 50 օր կտևի միջև ոստիկանական պատնեշ եւ ձմռանը կհասնեն սահմանադրական դատարան։ Նենց որ ես չեմ կարծում, որ այստեղ սահմանադրական դատարանը այդտեղ գտնվելը որևիցե էական ազդեցություն ունի։ Սա ավելի շատ հենց դրանումն է հարցը, թե նախ ցուցարները ինչ կանեն, որպեսզի փորձեն նոր շունչ հաղորդել շարժմանը, երկրորդը ոստիկանությունը ինչ կանի, որ այդ նոր շունչը հանգարտ չհաղորդվի։ Բայց ամեն դեպքում եղել է հայտարարություն, որ դա դիտարկվում է որպես սադրանք, իսկ սադրանքի դեմ ամեն դեպքում ուժային միջոցները կիրառվում են սովորաբար, կփոխվի որակումը այդ նախաձեռնության թե ոչ, Գեղամ, եթե որոշեն ուժային մեթոդներ չկիրառել։ Որտեվ սկզբից մի գնահատական էր տրվում ակցիային, հետո մենք տեսանք, որ եւ բոլոր քաղաքական ուժերը եւ իշխանությունների ներկայացուցիչները բոլորը հիանում էին ցուցարարներով եւ կարծես թե աջակցություն էին հայտնում։ Տեսեք, երբ որ Բաղրամյանը փակվեց 22-ի երեկոյան, 23-ի առավոտյան ցրեցին, 23-ի երեկոյանից փակվեց, պահանջները նույնիսկ հստակ ձևակերպված չէին, լավ, այնտեղ մարդիկ ինչ էին ուզում։ Մի քանի օր անցավ, ի վերջո հանկարծ 3 պահանջ ձևակերպվեց, ծնվեց մի տեսակ sense մի ձև ծնվեց այդ պահանջները էլի լավ որ ծնվեց։ Հետո այդ ծնված 23-ից հետո չէ 23-ին արդեն դեռ ծնված չէր։ Մեկը ձևավորվել։ Բայց ինքը հնչեցված եւ ձևակերպված չէր։ Ոստիկաններին պատժելու պահանջը չէր կարող։ Այո, ինքը չէ, բայց ինքը այդ 3 պահանջը չկար, միջամ չգիտեմ 25 թե 26 հետո ինչ որտեղ ասին էս մեր պահանջներն է։ Այդ որ պահանջները ձևակերպեցին, ես ասից ժամկետ կա, հետաքրքիր է, ժամկետ չկար։ Երբ որ արդեն երկու մասի բաժանվեց, մի տեսակ այդ շարժումը, մի մասը գնաց, մի մասը եկավ, երբ որ Սերժ Սարգսյանը ասեց այն ինչ որ ասաց, իսկ իմ կարծիքով Սերժ Սարգսյանը ավելի բան չունի տալու ուղղակի։ Այսինքն ինքն ասել է այն, ինչ որ ինչն է խանգարում, որ հանրային ծառայությունների հանձնաժողովը փոխի որոշումը։ Չգիտեմ։ Չգիտեմ, իմ կարծիքով ասելա Սերժ Սարգսյանն ինչ որ ասելա։ Դրանից հետո ես սպասում եմ, ինչի հիմա սպասում եմ, որ մարդիկ ովքեր որ այնտեղ շարունակում են ցույց անել, բողոքել, փակել փողոց, իրենց պահանջները պետք է փոխվեն եւ դառնան քաղաքական։ Դա այնքան տրամաբանականով սպասելու չեմ հասկանում ինչի չեն դառնում։ Մարդիկ ովքեր որ բողոքում են, իրենք պետք է պահանջեն նախագահի հրաժարական, ուրիշ հարց չկա այդտեղ։ Այսքան բովանդակային փոփոխություն եւ ոչ թե ճնշման միջոցների։ Եվ այստեղ մենք հասանք ամենահետաքրքիր թեմային եւ Զարա որպես վետերան քաղաքացիական ակտիվիզմի, հա, Հայաստանում։ Դե այդպես է, ինչ անենք։ Կարճ է պատմությունը, այսպես քեզ նման երիտասարդներ արդեն վետերաններ կարող են դիտվել։ Ինչ փուլում է գտնվում այդ երևույթի զարգացումը Հայաստանում, որ մի քանի տարի առաջ մեծ ողջավորություն առաջացրեց հասարակությունում։ Հիմա կան խոսակցություններ, որ որոշակի հոգնածություն կա եւ ինչ է տեղի ունենում ըստ ձեզ երևույթի հետ։ Գիտեք, հոգնածություն որպես այդպեսին չկա, բայց կա անընթեռնելիություն։ Ինչ է կատարվում, շատերը չեն հասկանում։ Այդ մանավանդ այդ կիսման եւ երկու հարթակներ ստեղծելու մի հարթակի վերացման նորից հետ միավորման, այդ ամբողջ process-ը անընթեռնելի էր մարդկանց կողմից։ Ինչու գնացին, ինչու եկան, հոդաբաշխ բացատրություններ այդպես էլ չեղան կոնկրետ այն խմբի նախորդ նախաձեռնող խմբի կողմից, այնուամենայնիվ եւ մարդիկ չհասկացան ի վերջո ինչ իրավիճակում են գտնվում ու կամաց հետաքրքրություն է տարածքի հանդեպ վերացավ։ Բայց ես նաեւ կարող եմ փոքրիկ շատ կներեք, իրոք չկար ընթեռնելիություն, ինչ է տեղի ունեցել։ Մի մասը որոշեց, որ միջանկյալ հաղթանակ են։ Բայց հիմա խոսում են, ասում են մենք բոլորովին հաղթանակ դա չենք գրանցում, ոչ մի պահանջ մեր չի կատարվել, մենք վերադարձել ենք աուդիտը եւ պետության դա հաղթանակ չէ, չի դիտարկվում։ Այսինքն ես այսքանի օրվա չեն համենայն դեպս են խումբը, որը դրա վրա հենվելով ասում էր տեղափոխվենք ազատության հրապարակ, հիմա հերքում է այդ իրենց հաղթանակ գրանցելու եւ որոշակի քայլ դիտարկելու պոզիցիան։
Միևնույն ժամանակ մի փոքր զուգահեռ անցկացնեմ Մաշտոցի պուրակում որոշակի ժամանակահատվածում դիտում ենք ոստիկաններին ակցիա էր իրականացվում, լուռ ակցիա, նստում էին ակտիվիստներ, նայում էին ոստիկաններին։ Հիմա ես շատ զուգահեռ եմ տեսնում, ես դիտում ենք աղբամանները ակցիային, որ բայց անդունդի պես է, ինչքան շատ որ շատ դիտես ինքը քեզ կդիտի։ Հենց այդ է խնդիրը, չափը ինչքան է պահվելու։ Դրա համար հիմիկվա նախաձեռնող խումբը կարծում եմ որոշեց, որ այդ աղբամանները նաև մարդկանցով լցնի, նրանք իրեն ինչ որ action տեղի ունենա եւ աղբամանները մարդկանցով լցնի։ Հա, չէ, մարդկանցով ծածկել, ոչ թե աղբամանների մեջ լցվեն բնականաբար։ Բայց այդ աղբամանների սիմվոլը շատ հետաքրքիր ստացվեց ի վերջո։ Հարթակ ձևավորվեց, որի վրա կանգնում էին մարդիկ, աղբամանների վրա էին կանգնում, աղբամանները պատնեշում էին ոստիկանությանը եւ ժողովրդին։ Միևնույն ժամանակ այն Բաղրամյանը բաժանվում էր երկու մասի, վերևում վարչախումբներ, ներքևում ժողովուրդն էր։ Ուզում եմ ասեմ, շատ հետաքրքիր սիմվոլիկա է ստեղծվել եւ ի վերջո այդ ակցիաների շարունակականությունը հիմիկվա նախաձեռնող խմբի նաև դա է չափի զգացման խնդիրն է, որ ինչքան կարելի է դատարկ ակցիան դիտարկել։ Հոգնածություն իսկապես չկա, ես ներքին հետաքրքրություն այնուամենայնիվ կա, բայց դեռևս ծածկված փուլում է։ Դեմին է, որ վերջին տարիներին ձևավորվեց ընդհանրապես քաղաքացիական ակցիաների որոշակի էթիկա, հա, այսինքն ինչ կարելի է, ինչ չի կարելի, ինչ ընդունելի, ինչ ընդունելի չէ, եւ այդ էթիկայի կետերից է, որ որևէ կերպ քաղաքականացված չպիտի լինի ակցիան եւ բնականաբար քաղաքական ուժերի մասնակցությունը պիտի բացառվի, երկրորդը, որ չպետք է լինեն լիդերներ, երրորդը, որ չպետք է ձևավորվեն ինչ որ կառույցներ, որոնք ղեկավարում են, հա, նույնիսկ ոչ թե անձիկ, այլ նույնիսկ կառույցներ չպիտի լինեն, որոնք ղեկավարում են այդ ամեն ինչը, դա այսօր պահպանվում է թե ոչ։ Տեսեք, եթե անդրադառնամ նախորդ հարցին եւ լիդերների թեմային նույնպես անդրադառնամ, ուրեմն այսպես է, հա, այդ շատ կարեւոր գիշեր լուսացրեցինք մենք Բաղրամյանում, պիտի նշեմ, որ 3-4 օր առաջ, երբ որ որոշում կայացավ, որ մի մասը գնում է օպերա, մյուս մասը մնում է։ Տեսեք, փորձեցին նախաձեռնության միջոցով 1-2 անդամի թեկուզ միջոցով ասել, որ գիտեք, սա հաղթանակ էր կամ հիմա գնում ենք օպերա, մենք հիմա որոշում, որ գնում ենք օպերա, ազատության հրապարակում հավաքվեցին, բայց ժողովուրդը մեծամասնությամբ չգնաց։ Ես հիշում եմ, երբ այդ պահին եւ ոստիկանական ուժերը եւ քաղաքացիական հագուստով շատ անձինք եւ մեդիա տարբեր, հա, լրատվամիջոցների լրագրողներ, իշխանական ինչ որ տեղեր փորձում են քարոզել, որ քաղաքացիներ ջան, այստեղից գնացեք, որովհետեւ շատ վտանգավոր է լինելու ձեր համար եւ ոստիկանությունը հարձակում է գործելու հիմա։ Եվ դուք եք տուժվելու, հետևաբար անձամբ ինքս եմ տեսել, նկարահանել, թե դուք այստեղից պիտի գնաք, այսինքն որևէ բացատրություն չկա, ինչ իրավունքով պիտի նախ ուժ կիրառվի, երկրորդ ինչի պիտի քաղաքացիները ինքնուրույն որոշել են մնան այստեղ, ինչի պիտի գնան օպերա, ինչպես պիտի բացատրվի այդ գնալու process-ը, հա, եւ քաղաքացիների մեծամասնությունը մնաց եւ այն հրամանը, որ պիտի հարձակում գործեր քաղաքացիներին օպերա, այո, Բաղրամյանը ազատեք, կես ժամ ժամանակ, 10 րոպե ժամանակ, 40 րոպե ժամանակ եւ այդպես մինչեւ առավոտ, մինչեւ 6:30 լուսացավ, որևէ բան չփոխվեց, որևէ հարձակում տեղի չունեցավ, հրամանը փոխվեց։ Սա մեկ, այսինքն այդ գիշեր տեղի է ունեցել հետևյալը, որ բեմահարթակից հնչած խոսքը, որ իջնում ենք ազատության հրապարակ, հարթակից ներքև գտնվող քաղաքացիները չեն ենթարկվել։ Յուրաքանչյուր անձ որոշում է կայացրել ինքը մնա այդ հարթակում, մնա եւ իր իրավունքը, իր որոշելիքն է եղել, մնա այդտեղ։ Սա մեկ, որը փոխվել է, հա, թեկուզ փորձեցին, ասենք, լիդեր ստեղծել եւ լիդերի միջոցով ասել, գիտեք, հիմա պիտի իջնեք օպերա։ Սա մեկ։ Երկրորդ, իմ սուբյեկտիվ կարծիքով չկա այդպիսի խնդիր, որը քաղաքական նրբերանգ չունենա։ Այսինքն յուրաքանչյուր որոշում, որը կառավարությունը կայացնում է, թեկուզ 7 դրամ թանկացնել, թեկուզ 150 դրամ թանկացնել տրանսպորտը կամ որևէ այլ որոշում, որը որ
հենց ֆինանսների հետ է կապված, ինքնին եւ ընդհանրապես յուրաքանչյուր որոշում կայացված իշխանությունների կողմից, ապա դրա դեմ դուրս գալը արդեն քաղաքական ընդհանրապես որոշում կայացնել կառավարության շրջանակներում պաշտոնյաների կողմից դա արդեն իսկ քաղաքական որոշում է։ Հետևաբար քաղաքական որոշման դեմ պայքարել դա նշանակում է նույն քաղաքականության մեջ մտնել։ Հետևաբար դա չի ենթադրում, որ դու պետք է գնաս պաշտոններ զբաղեցնես կամ պաշտոններ զբաղեցնելու հայտ ներկայացնես, բայց դա ինքնին քաղաքական պայքար է, ինչքան էլ որ դա մենք դնենք, ասենք, որ դա քաղաքացիական պայքար է, գուցե դա յուրաքանչյուր քաղաքացու քաղաքացիական պարտքն է այդ պահին այդտեղ լինելը, բայց ինքնին process-ը դա քաղաքական պայքար է։ Հետևաբար եթե լայն իմաստով վերցնենք քաղաքական պայքարը եւ ոչ թե այն դիտարկել որպես իշխանության հասնելու համար գործողություն։ Այո, եթե անդրադառնամ նաեւ կուսակցությունների մասնակցությանը, ապա այստեղ այդպես խիստ դրված չի, որ գիտեք, կուսակցությունները չպիտի մասնակցեն։ Կուսակցությունները գալիս մասնակցում են, բայց զուտ որպես անհատ քաղաքացի, ոչ թե ասենք օրինակ ՀԱԿ առանձին կամ Ժառանգություն առանձին կամ չգիտեմ մեկ այլ կուսակցություն, որը ցանկանում է իր դրոշով կամ իր լոգոյով հանդես գալ, յուրաքանչյուրը գալիս է եւ իր դիրքորոշումը արտահայտում։ Դա բնական է։ Ու չես կարող ասել, որ կուսակցության անդամները չեն կարող մասնակցել։ Բնականաբար, ինչքան չեզոքացնում ես քաղաքական ուժերին, այնքան դու ինչ որ տեղալ թուլանում ես։ Այստեղ զուտ համագործակցության եւ այդ հավասարության սկզբունքի պահպանման խնդիր կա ավելի շատ եւ կարծում եմ ինչ օրս այդ սկզբունքը պահպանվել է։ Համագործակցություն բոլոր նախորդ ակցիաներից համագործակցություն քաղաքական ուժերի կար միայն դեմ եմ նախաձեռնության շրջանակներում։ Ես կարծում եմ, որ Մաշտոցի պուրակում էլ քաղաքական ուժերը կային, թեկուզ ոչ այդպես պաշտոնապես ներկայացված, որ ասենք սա առանձին ՀԱԿ-ն է, ցուցարարների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների։ Այո, դեմեմի ժամանակ իրենք պաշտոնապես իրենք որպես կուսակցություն բեմահարթակից ելույթ են ունեցել եւ ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Դանիել, հետևյալ հարցերն է ծագում, եթե չկան լիդերներ, եթե չկան ձևավորվող կառույցներ, համապատասխանաբար չկա մեկը, որը ցուցարարներին ինչ-որ բան պետք է արգելի, բայց մենք տեսնում ենք, որ արգելքներ կան, և Պարույր Հայրիկյանի կողմից Եվրամիության դրոշներ բերելու դեպքում, և ֆոտոցուցահանդես կազմակերպելու դեպքում, և Ելենա Ավսյանիկովայի այնտեղ երևալու և որոշակի ակտիվություն ցուցաբերելու դեպքում չեք տեսնում այստեղ հակասություն, մի կողմից չենք ղեկավարում, լիդերներ չկան, որոշումներ կայացնողներ չկան, ամբողջ ժողովուրդն է որոշում կայացնում, մյուս կողմից կան սահմանափակումներ։ Տեսեք, կարծես թե վերջին օրերին սա ինչ-որ մասով փոխվեց եւ իրոք հայտնվեց ինչ-որ խումբ մարդկանց, թե ոչ մեկ լիդեր, ոչ մի քանի, այլ դա մի քիչ մեծ խումբ է, բայց այնուամենայնիվ կա մարդկանց խումբ, որը ստանձնել է այդ շարժման համակարգումը։ Բայց որքանով որ դա չի նշանակում, որ միջոցառում ինքնաբուխ չի, եթե կա կարգավորում։ Ըստ էության միջոցառումը դեռևս ինքնաբուխ է, որովհետև այնուամենայնիվ մարդիկ այդտեղ են։ Օրինակ, երբ նախորդ կիրակի օրը, երբ այն ժամանակվա նախաձեռնողները ասեցին, որ մենք գնում ենք օպերա, իսկ մարդիկ մնացին, դա 100%-անոց ինքնաբուխ էր։ Եվ առ այսօր մարդիկ մնում են, այսինքն անգամ եթե հիմիկվա նախաձեռնողները ասեն գնում ենք, չգիտեմ, օպերա կամ գնում ենք, չգիտեմ, երրորդ մաս օրինակի համար, միևնույնն է, այնտեղ մարդիկ կմնան, այսինքն սա մնում է ինչ-որտեղ ինքնաբուխ, բայց միաժամանակ ինչ-որ ներքին կազմակերպվածություն է սկսում ձեռք բերել։ Ես ուղղակի կուզենամ, տեսեք, նաև կապված Պարույր Հայրիկյանի միջադեպի հետ, կապված այլ միջադեպերի հետ։ Եկեք չխորանանք ամեն մի միջադեպի հետ, որտեղ դա առանձին երևի հարցման թեմա կդառնա, ընդհանրապես սահմանափակումները որքանով են արդարացված։ Ես չեմ կարծում, որ այդ սահմանափակումները հենց կազմակերպիչների կողմից են, հա։ Այնտեղ կան տարբեր խավերին պատկանող մարդիկ, որոնք ովքեր փորձում են երբեմն ինչ-որ սահմանափակումներ մտցնել, անգամ երբեմն ի հեճուկս այդ նախաձեռնող խմբի ուրեմն կամքի։ Այստեղ շատ կարևոր է, ես կուզենայի նաև անդրադառնալ ոստիկանության եւ իշխանությունների
այն մեսիջներին, այն քարոզին, որոնք իրենք տանում են, մասնավորապես երկու կետերով, հա, մեկը դա սանդրանքների հետ կապված, մյուսը դա քաղաքականացման հետ կապված։ Իրենք փորձում են բազմաթիվ գործողություններին տալ սանդրանք անունը եւ ասել, որ այս սադրանքի դեպքում մենք կարող ենք ուժ կիրառել։ Ոչ, չկա որևիցե օրենքում գրված, որ սադրանքի դեպքում կարելի է ուժ կիրառել, որևիցե օրենքում անգամ չկա գրված, թե ինչ է սադրանքը։ Եկեք հստակ հասկանանք։ Եթե վերջո ցանկացած այդպիսի ակցիա ինքը ճնշման տարեր պարունակում է իր մեջ եւ ցանկացած ճնշման մեխանիզմը կարելի է սադրանք համարել, չէ՞։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե սադրանքը, չգիտեմ, մեկը քար վերցնի ու նետի ոստիկանի ուղղությամբ, այո, ոստիկանությունը այդ անձի նկատմամբ կարող է ուժ կիրառել, հա, բայց ոստիկանությունը սադրանք է համարում վրան տեղադրելը։ Երբ հավաքների ազատության օրենքով որևիցե սահմանափակում չկա վրան տեղադրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը սադրանք է համարում, չգիտեմ, անվադողով հավաքին գալը։ Ոչ, իմ իրավունքն է, եթե ուզենամ հավաքին գալ ուսիցս, չգիտեմ, անվադող գցած, ես կարող եմ ուսիցս անվադող գցել եւ գալ հավաքի։ Դա իմ իրավունքն է եւ օրենքում հստակ գրված է, թե ինչ առարկաներով չի կարելի գալ հավաքի, անվադողը որևիցե կերպ Չնայած այդպիսի միջոցառումների փորձը ցույց է տալիս, որ դա հզոր զենք կարող է դառնալ։ Գիտեք, շատ բան կարող է զենք դառնալ։ Շատ բան կարող է զենք դառնալ։ Եվրամիության դրոշը կարող է զենք դառնալ։ Ցանկության դեպքում ամեն ինչ կարող է զենք դառնալ։ Հետո ոստիկանությունը օրինակ շատ դեպքերում խաղաղ կոչերը դիտարկում է որպես սադրանք, հա։ Մարդիկ գալիս են օրինակ խաղաղ կոչ են անում, ասում են չէ, օրինակ մնում ենք Բաղրամյանի վրա, չենք իջնում Ազատության հրապարակ։ Հա, սա խաղաղ կոչ է, բայց ոստիկանությունը ասում է, որ այդ կոչեր անողները սադրիչներ են։ Այստեղ շատ կարևոր է ոստիկանությանը հասկացնել, որ իրենք չեն կարող քաղաքացիների օրինական եւ իրավաչափ գործունեությունը որևիցե դեպքում սադրանք անվանել։ Առավել եւս իրենց իրավունք վերապահել ուժ գործադրել այդ դեպքերում։ Հաջորդը ինչ վերաբերվում է քաղաքականին, քաղաքականացմանը, տեսեք, այս ցույցը ի սկզբանե քաղաքական էր։ Այս ցույցը ուղղված էր ընդդեմ, չգիտեմ, էներգետիկայի ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը կամ, չգիտեմ, հանրային ծառայությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը։ Հա, այլ կերպ սա չես անվան, սա քաղաքական էր։ Շատ կարևոր է տարբերել քաղաքականն ու կուսակցականը։ Այստեղ էլ իշխանությունները եւ որքան էլ դա զարմանալի այնքան ոստիկանությունը փորձում են մարդկանց համոզել, որ քաղաքականն ու կուսակցականը դա նույնն է։ Ոչ։ Ես չեմ ասում, որ կուսակցական շարժումը վատ է կամ որ կուսակցությունները պիտի խառնվեն կամ չպիտի խառնվեն, ուղղակի ասում եմ, որ շատ կարևոր է տարանջատել սա։ Անկամ եթե դու պահանջում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա դեռևս կուսակցական շարժում չէ, դա կրկին քաղաքական է, բայց սա կուսակցական ըստ էության անշարժումը, երբ դու նպատակ ես դնում գալ իշխանության, որտեղ կուսակցության նպատակը իշխանության գալն է, հա։ Քանի դեռ դու նպատակ չես դնում իշխանության գալ, սա միայն քաղաքական շարժում է։ Բայց եթե անգամ դու բողոքում ես եւ արդար ընտրություններ։ Բայց եթե դու բողոքում ես օրինակի համար, չգիտեմ, կարմիր գծերի դեմ, հա, սա կրկին քաղաքական շարժում է ընդդեմ, ասենք, հարկային ոլորտում իշխանության կամ տեղական իշխանության քաղաքականության։ Սա շատ կարևոր է։ Որն է քաղաքացիական այդ դեպքում։ Եթե դու տեսնում ես, չգիտեմ, ճանապարհային ոստիկանության տեսուչի, որ օրենք է խախտում, մոտենում ես օրինակ տեսախցիկով նկարում ես կամ մոտենում ես իրեն նկատողություն ես անում, ասում ես, գիտեք, հարգելիս, չի կարելի սենց օրենք խախտել։ Այս սա քաղաքացիական ակցիա է։ Դու մոտենում ես մի անձի, ով ասենք քո վճարած հարկերից է գումար ստանում եւ իրան ասում ես, այս որպես քաղաքացի, ով բայց դա կարող է քաղաքական դիտվել է։ Չէ, սա դա իշխանությունների կողմից ընդունված որոշման դեմ չի, դա սխալ պահված։ Սա քաղաքականության դեմ չի, սա ընդհանրապես հենց որպես քաղաքացի դու ասում ես, հարգելիս, ես քեզ հարկ եմ վճարում, դու պիտի օրեն չխախտես։ Այստեղ շատ դժվար է տարբերակել։ Անկամ իրավական։ Ես արգելքների մասին ու դրոշների ու մնացածի մասին ասեմ։ Նախ անվադողով գալը շատ ճիշտ է։ Հունիսի 19-ին երբ առաջ անգամ հավաքվեցին Ազատության հրապարակում, ասենք, անարխիստներն էին եկել իրենց դրոշով եւ իրենց անվադողերով։ Սպասվում էր, որ անվադողերը կվերածվեն աղբյուրի, որի սրդեղ կառաջանա, ոստիկանները մի հատ օպերացիա կիրառեցին, այդ անվադողերը տարան։ Ուրախությունը չստացվեց, էլ ես սպասում էի, սա մի բան կլինի, չեղավ։ 22-ին հունիսի
կային Եվրամիության դրոշներ, 23-ին հունիսին կային Եվրամիության դրոշներ։ Չգիտեմ այդ ժամանակ ինչի չէին բողոքում, ասում են Եվրամիության դրոշները տարեք, չգիտեմ, բայց այդ դրոշները կային, եղել են այդ դրոշներ Եվրամիության ու ոնց որ մարդիկ նորմալ էին ընդունում։ Թե ինչն է փոխվել չեմ հասկանում։ Լիդերների մասին եւ ընդհանրապես շարժման մասին այդ Բաղրամյան փողոցում խոսքի ուժը ընդհանրապես չի աշխատում, հռետորությունը չի աշխատում, այսինքն չի աշխատում, չի կարող աշխատել, որովհետև մարդը, որը որ այդ աղբամանների վրա կանգնի խոսի, չի եղել որևէ այդ ամբողջ 10-15 օրվա ընթացքում ժամ րոպե, որ այնտեղ խոսածի ձայնը 20 մետրից այն կողմ գնա։ Այսինքն մարդիկ, ովքեր որ են Բաղրամյանի սկզբում են, իրանք չեն լսում այնտեղ ինչ են ասում։ Այսինքն դու հնարավորություն չունես խոսելու ու նրանց հասնելու, այսինքն մարդը արկիր բաներ չի ասում։ Չգիտեմ, բայց մարդը ով որ դուրս է գալիս աղբամանի վրա կանգնում է քաղաքական հայտարարություն է անում, ասում է մենք գտնում ենք, որ միջանկյալ փուլում հաղթել ենք եւ մենք ճիշտ է մեր ազատության հրապարակ տեղափոխվել են, այնպես չի որ իրան լսում են բոլորը եւ իր խոսքի ուժը կարող է ազդել եւ ինքը իր համակիրներին վերցնել, դրոշակը վերցնել ու տանել իր հետևից։ Այսինքն այդ ինքը մի քիչ դասական իմաստով չի, էլի հրապարակ չի եւ մարդիկ այդ կոմունիկացիայի խնդիր կա։ Այդ դրանից գալիս են լուծումների այդպես կտրտվածությունները։ Կոմունիկացիայի հաշվով գիտենք, որ ստեղծվեցին մի քանի օր առաջ մի քանի խմբեր, որոնք փորձեցին ինչ որ բովանդակային առաջարկություններ մշակել, բայց ես նաև այդ խմբերի համակարգողներից մեկից բողոքի նման մի գրառում տեսա սոցիալական ցանցերում, որ կապ չկա նախաձեռնող խմբի եւ այդ աշխատանքային խմբերի միջեւ։ Այսինքն աշխատանքային խմբերի այդ ներդրումը փաստորեն ոչ մեկին պետք չէ։ Պետք է իհարկե, կան մարդիկ, որոնք մասնակցում են եւ աշխատանք են անում եւ շուտով կհրապարակվի նաեւ աուդիտի վերաբերյալ բավական լուրջ ուսումնասիրություն, թե ինչ է իրենից ներկայացնում, որտեղ այդպես էլ այնտեղ ներկա հանրությունը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բնակչությունը չհասկացավ, թե աուդիտը ընդհանրապես ինչ մեխանիզմ է, ինչքանով կարող են կմասնակցել, կմասնակցի արդյոք ցուցարարների որոշ մասը նրա այդ աշխատանքներին, ինչ է ընդհանրապես ներկայացնում այդ process-ը եւ որքան է տևելու։ Փորձելու ենք նաև այդ բացատրել եւ անպայման արվելու է դա։ Բացատրելու հանրությանը տեքստի միջոցով։ Ի վերջո մենք խոսում ենք նրա մասին, թե ինչու այդ խոսքը չի հասանում, որտեղ այդ խոսքը այլնամներ չի ավելի լայն հանրությանը, քան ցուցարարները։ Այո։ Չի էլ ձևակերպվել այդ խոսքը այնտեղ։ Նոր Գեղամը ասում էր, որ 26-ին 27-ին նոր ի հայտ եկան այդ 3 կետերը, պահանջները եւ այլն, այնտեղ խոսք չի ձևակերպվել ընդհանրապես։ Ինձ համար նաեւ տարօրինակ էր ոչ Թալանին այդ նախաձեռնության հայտնվելը, որովհետեւ դա ամբողջովին ձախակողմյան կազմակերպություն պիտի լիներ եւ հրճակեր իր սկզբունքները, ինչպես են հավաքվել, ովքեր են իրենք, ինչպիսի սոցիալական արդարության պատկեր են պատկերացնում Հայաստանում։ Դա էլ չի եղել, ովքեր եք դուք ընդհանրապես վստահ ենք, չվստահենք, թե մի ոչ Թալանի կարգախոսի տակ հավաքվել են, էլ աչեր ծայրահեղական, էլ ազգայնականներ ծայրահեղական, էլ անհայտ էլի մարդիկ, ինչ որտեղ պահանջ որ բոլորին միավորում խնդիր չկա, բայց հրճակագիրը շատ գեզի պարկին ունի, ման հրճակագիր պիտի լինի, չէ՞, վերջո, որ հասկանան, թե այդ մարդկանց սկզբունքները որոնք են, ինչի դեմ են պայքարելու, ինչպիսի սոցիալական քաղաքականություն են պահանջում, որտեղ ի վերջո իսկապես քաղաքական շարժում է։ Մանավանդ շատ ձախական շարժում է, որպես այդպեսին։ Չասենք Մայդանը, պես քաղաքական։ Հա, չէ, դե հիմա ի վերջո Մայդանն ինչ է, հանրային տարածք է։ Գիտեք, մենք միգուցե սխալվում ենք, երբ որ ցանկացած սոցիալական պահանջ ձախական ենք համարում, ի վերջո նույնիսկ լիբերալ կամ արդյունավետ տնտեսության կողմնակիցներն էլ կարող են ասել, որ ոչ հիմնավորված չէ, արդարացված չէ այդ բարձրացումը։ Բայց չեն ասի ոչ Թալանին, պատժել ինչ որ մարդկանց, ովքեր Թալանում են, լիբերալները կողմ են Թալանին։ Չէ, բայց իրենք կփորձեն այդ կառույցների մեջ մտնել, վերահսկել, աշխատել, այսինքն դուրս չեն գա փողոց որպես այդպեսին եւ չեն բանանի։ Չէ, ես ամենայն դեպս այդպես էի տեսնում։ Շատ ծայրահեղական էի տեսնում, որ պիտի փակենք, պատնեշվենք այստեղ եւ պահանջենք առանց երկխոսության, չգնանք ոչ մի բանակցության, մեզ հրավիրում են, մենք չենք գնում, մենք միայն ժողովրդավարական ինչ որ արժեքներով ենք որոշումներ կայացնում, բայց հետո տեսնում ենք, որ այդ արժեքներն չեն գործում, ինչպես են կայացվել նրանց որոշումների մեխանիզմը,
ինչպես են կայացվում հիմիկվա որոշումների, ի վերջո շատ կարևոր է ինչպես են կայացվում որոշումները։ Եթե այդ խմբի մասին խոսենք, նախաձեռնող, իմ համար մինչև հիմա անհասկանալի է այդ խմբի որոշումները ինչպես էին կայացվում։ Այնտեղ չգիտեմ, քանի հոգի կար, այդ մարդկանց որոշումները կայացնելուց ոնց էին իրանք հավաքվում, ինչքանով էր նախ թափանցիկ չէին իրանք հավաքները, ինչը արդեն մինուս էր։ Իսկ թվում է կարևոր էր, որովհետև նրանց վրա ճնշումներ կային կողքից։ Ինչքանով են գալվում մնացած ցուցարարների կողմից, կարևոր էր պարոն Ավասարյան, որովհետև վստահության համար, բացի վստահությունը, ես վստահ եմ, որ այդ խումբը, որը որոշումներ կայացնում, նրան կողքից կոնսուլտացիաների հուշելու, մեկ-մեկ ձայնը բարձրացնելու, մեկ-մեկ էլ տղայական խոսակցություններով ճնշումներ կային, ես վստահ եմ։ Շատ լավ, եւ քանի որ շարքի ժամանակ է մնում, ես կկրթեմ Թեմինեին եւ Դանիելին շատ հակիրճ պատասխանել հարցերին։ Առաջին հարցս կարևորվեց այսօր ժամանին ինչքան է լինելու ցուցարարները, քանի հոգի են լինելու ցուցարարներից այնտեղ, քանի որ ուժի կիրառման, ասենք ամեն դեպքում հնարավորություն կա։ Ինչն է բերում ընդհանրապես այս հավաքին եւ ինչն է բերելու այսօր երեկոյան մարդկանց ըստ ձեզ։ Ըստ իս մարդկանց Բաղրամյան պողոտան նախ բերում է անարդարության զգացողությունը, մեկ որ իրեն թալանում են ընդհանրապես տրամադրությունը, երկրորդ եթե ես ասեմ թե մարդկանց հետ շփման արդյունքում ինչպիսի տպավորություն եմ ստացել, ապա առաջինը հենց այն որ քաղաքացիներին խաղաղ նստած քաղաքացիներին ծեծի են ենթարկել, մարդիկ եկել են այդ իրենց բողոքը արտահայտելի հունիսի 23-ի երեկոյան եւ այդպես մնացին։ Ինչ կբերի իրենց այսօր երեկոյան Բաղրամյան պողոտա, պիտի գործողությունների արդյունավետության նորից անդրադառնամ դրան, որ պետքա գործողությունը տեղի ունենա եւ արդյունավետության տեսակետից հասկանա քաղաքացին, ես այս գործողությունը անում եմ, մասնակցում եմ այս գործողությանը, պատրաստ եմ այս գործողությանը մասնակցեմ, որովհետեւ գտնում եմ, որ այս գործողությունը արդյունավետ է եւ մեկ քայլ առաջ կբերի դեպի հաղթանակ այն նպատակին, որը բոլորս ենք ձգտում չեղարկել Ռիոտ դրան որոշումը եւ Լավ, եթե ես 3 տարբերակ մղումների, բերեմ, բնականաբար ավելի շատ են, բայց հիմնականը կարծում եմ 3-ն են։ Առաջինը վստահում եմ նախաձեռնող խմբին եւ պետք է այնտեղ լինեմ, որպեսզի ձևակերպված պահանջները կատարվեն։ Երկրորդը, ես մտահոգված եմ, որ կարող է ուժ կիրառվել եւ իմ ներկայությունը այնտեղ ինչ որ շանս է տալիս, որ ուժը չի կիրառվել։ Եվ երրորդը երևի ես ակնկալում եմ այս շարժումի որոշակի բովանդակային փոփոխություն եւ գալիս եմ մասնակցելու այդ բովանդակային փոփոխության գործընթացին։ Այս պիտի զգամ, որ իմ արած գործողությունը բերում է փոփոխության։ Որն է հիմնական Այդ երեքն է շատ կարևոր են։ Միգուցե եւ ինչ որտեղ այդ վստահության հարցը շատ կարևորվի, թե այդ նախաձեռնությանը վստահում ենք, թե չէ։ Չնայած մյուս կողմից շատ քաղաքացիներ եկել են անկախ նրանից կա նախաձեռնություն, թե չկա նախաձեռնություն, քաղաքացին այնտեղ կանգնած է եւ ընդհանրապես, ինչպես նշեցիք, բեմից խոսքել միգուցե եւ չի էլ սպասում կամ սպասում է չի էլ ստանում, բայց ինքը իր քաղաքացիական պարտքն է համարում Բաղրամյան պողոտայում գտնվել եւ համարել, որ իր +1 քաղաքացին արդեն իսկ ճնշում է եւ կա վստահությունը, որ իր կողքի քաղաքացու նկատմամբ նույն ջրցանը չեն կիրառի, այսպես ասեմ։ Շատ լավ, եւ վերջին հարցը Դանիելին, մեծ դեր խաղաց պատը, այսպես կոչված հայտնի մարդկանցից պատը, որը ինչ որտեղ որոշ ամենասուրբ փուլերում միգուցե բացառից ուժի կիրառումը այսօր լինելու է պատ, ոնց է կարծում։ Ճիշտ ասած, ես չեմ կարծում, որ այսօր լինելու է պատ, բայց ես համոզված եմ, որ չկա, թե ես կարծում եմ, որ այլևս նախ վտանգի այդ աստիճանը չկա, որպեսզի պատը ձևավորվի, երկրորդը արդեն այդքան սրությունը չկա։ Գիտեն, ասենք, պատի մեջ ներառված մարդիկ, որ վտանգ չկա։ Եվ վերջո ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի քայլ առաջ էլ թույլ չի տալու։ Լուրջ չեն ընդունում այդ հայտարարությունը, թե ինչ։ Դժվար է ասել, բայց ես կարծում եմ, Թե մեզանից ավել բան գիտի։ Չեմ կարծում, բայց ես ուղղակի կարծում եմ, որ թե ես եմ համոզված, որ ոստիկանությունը ուժ չի կիրառի, թե այդ անձինք են համոզված, բայց այդտեղ շատ կարևոր է հաշվի առնել, թե ինչ տեղի ունեցավ նախորդ կիրակի օրը, երբ ոստիկանությունը սպառնաց, որ կհարձակվի, բայց
ուրեմն վերջին անգամ իրենք բարբերաբար իրենց հետախուզական անօթաչու ուղղաթիռով թռչում էին եւ գնահատում էին թե ինչքան մարդ կա վերջին անգամ այդ ուղղաթիռը թռչեց ժամը երեկոյան 11-ի միգուցե 11:30-ի շրջակայքում Եվս մեկ անգամ տեսա, որ շատ մարդ կա հավաքի վայրում, դրանից 5 րոպե հետո ոստիկանության ուժերը հիմնական այդ ուժեղացված ուժերը, հետ գնացին եւ ակնհայտ դարձավ, որ գրող չի լինելու։ Այսինքն եւ դա շատ լավ ապացույց եղավ քաղաքացիներին, որ ցանկացած քաղաքացու ներկայություն այդտեղ պակասացնում է մյուսների եւ իր նկատմամբ գրոհի հավանականությունը։ Այսինքն ինչքան շատ լինենք, այնքան քիչ է հավանականությունը, որ ոստիկանությունը կգրոհի։ Այս գիտակցմանը ակամայից նաեւ նպաստեց ոստիկանության այդ գործելահավոճը, երբ սպառնում էին, որ կհարցակվեին եւ ակնհայտ էր, որ իրոք ուզում էին հարձակվեին, բայց չհարցակվեցին, որովհետեւ ցուցարարները շատ էին։ Սա բերում է նաեւ նախորդ հարցին, որ մարդկանց այդտեղ բերում է այն միտքը, որ իրենց գալը էֆեկտիվ է, էֆեկտիվությունը, որ իրենց գալը օրինակ կնպաստի, որ ոստիկանությունը չգրոհի, որ իրենց գալը կնպաստի, որ էլեկտրաէներգիան, չգիտեմ, չթանկանա, որ իրենց գալը կնպաստի, որ ենթադրենք ամսի 23-ի ուշքիրառող ոստիկանները կպատժվեն։ Այսինքն երբ մարդիկ զգում են, որ իրենց գալը էֆեկտիվ է, իրենք գալիս են բավականին շատ թվով մարդիկ, Իմ կարծիքով սա է հիմնական գրավական, ես ուղղակի ուզում եմ ասել, որ իրականում իմ համոզմամբ այս բաղրամյանական շարժումը արդեն հաղթանակած է։ Շատ լավ, երևի շատ լավ ավարտ է մեր զրույցի եւ ընդամենը 2 ժամից պակաս մնաց մինչեւ վերջնաժամկետը, հուսանք, որ այսօր էլ ամեն ինչ քաղաքակիրթ եւ անվտանգ ձևով եւ խաղաղ ձևով կավարտվի, իսկ զարգացումների մասին կխոսենք հաջորդ հաղորդումների ընթացքում։ Հաջողություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։